Տատամ։ Ինչից ենք սկսում։ Համեղ հաղորդում եմ պատկերացնում։ Սոպաս 10-ից 10։ Էս ինչ կծու էր։ Մածունապատ ենք տոլման։ 1 2 3 4 5 6 7 8 Հաբաբա։ Հաբաբա էլի։ Վաու։ Էս ինչա։ Անակս վարի գնաց։ $30։ Այ։ Էս շատ լավն էր։ Էս միսիկը Չնայած ես միսիկ չի, սա միսիկ է, կեր հասունացած, մատխաշ չի էլի, այն հոտը բա չմ կարաս ես փոխանցում է, շեղկ։ Այսօր շատ բարձր տեղերից եմ ընտրել իմ պատվերը, ծածկից, տանիքից և իհարկե բարձր գներով ուտեստ պատվիրելուց։ Այսօր շատ քաղցած եմ ու հուսով եմ, որ հուսախապ չի անի այսօրվա իմ պատվերը։ Եթերում կրկին թեստի հաղորդումն է և ձեզ հետ եմ ես, Լևոնը։ Կրկին անգամ հիշեցնեմ մասնագիտությամբ խոհարար։ Չմոռանանք, թե այսօրվա իմ թանկարժեք ուտեստները ով է ապահովում, մեր հաղորդման գլխավոր հովանավոր F-Net Telecom-ը, որը իրենից ներկայացնում է անխափան ինտերնետ, խելացի դոմոֆոնային համակարգ, տեսախցիկներ, որոնք ունեն cloud-ային սերվերներ և իհարկե տալիս է հնարավորություն միանալ F-Time հավելվածին, որտեղով դու կարող ես դիտել բազմաժանր ֆիլմեր, հետաքրքիր մուլտֆիլմեր, ընդհանուր ամեն ինչ թողում անես, որ շատ համոզենք կարող է հաց էլ սարքի մեր համար։ Իսկ այդ ամենին միանալու համար շատ բարդ գործողություններ պետք չեն, ինչպես առաջ էր։ Կամ զանգահարել նշված հեռախոսահամարով, կամ ուղղակի մուտք գործել fnet.am կայք։ Դե ինչ, իմ պատվերը հասավ, վերեցի։ Հապես։ Ահա, այսօրվա իմ պատվերը ես գրանցել եմ Կտուր ռեստորանից, Երևանյան խոհանոց։ Ընդհանուր պատվերիս համար վճարել եմ 23800 դրամ։ Պատվիրել եմ աղցան կտուր ֆիրմային, ստեյք կտուր, որի համար վճարել եմ 14000 դրամ, երևանյան տոլմա 3100 դրամ, կտուր քյաբաբ 2500 դրամ, սպաս կտուր 1100 դրամ։ Դե ինչ, մեզ մաղթում եմ լավ հաղորդում, գնացինք։ Կտուրի անձնակազմ, գոլեգաներ, ողջույն։ Սխտորով մածուն հացիկներ Այս հլը չեմ բացում, որ իմանանք հետո ինչ է Վոու 1, 2, 3, 4, 5 A few moments later Այս էլ չգիտեմ ինչ է Վոու Այս աղցանը Այս ինչեր է եկել Կարող մեր պատվերը չի Շփոթել եմ Նապուր Սպաս Սոխ, կանաչի Էս ինչ է Վաու Էս ինչ է Խոստումն ալից է Դավա ոտը Տատամ Ինչից ենք սկսում Սպասից սկսենք չսարի Так, քաշը գրած չի, բայց ես կկշռեմ իրան 516 գրամ մինուս մոտավոր 60 գրամ տարան Ասեմ, որ տաք է Անկեղծ Աղցան 360 գրամ մինուս մեծատարան մոտավոր 80 գրամ եմ հանում, լավ, անցնենք մեր սպասին, բայց իրոք շատ տաք է, համեմ, նայեք ինչ խելացի լուծում է տված, կարագը պատված է համեմով, Շատ լավն է Եղանակի հետ սենց համահունչ է Ասեմ, որ շատ հետաքրքիր ձևի բրենդավորված է ամբողջ առաքման տարաները Սենց Սոպասը շատ լավն է Տնավարի լեզով ասած բզորված չի էլի մածունը սենց միասեր զանգված է ստացած ոնց որ միշտ գրած չի վրան, բայց ոչինչ Ես արդեն սովորել եմ, որ պետք է բացեմ նոր իմանամ ինչա Կարծում եմ մենակ մածունն է տոլմայինը, ես չգիտեմ ինչա Մածունապատ ենք տոլման Եվ
ուտենք։ Համը լավն է տոլմայի, բայց թուփը տախ է, չոր է։ Մեկ, 2, 3, 4, 5, 6, 7, 8 հետարքիր է, բայց սարել է։ Տեսեք, ես ոնց հասկանում եմ մենք մեր ոլորտում, ինչու չէ ես կարող եմ և նույնպես ունենք տարաների խնդիր։ Այս թելերը զուտ ապացում որ թուփը դախ է, գեր հասունացած, մատխաշ չի էլի էլի։ Լավն է, մսի համը շատ հետարքիր է, թարմություն կար, ես ինչ համով հացի կա։ Որական հաց։ Տեսեք, որ հոտը, բույրը շատ հետարքիր է, բայց գիքսեր, որ ուզենաս տենց նկատես, որոնք աչքին հասանելի են, այս պահին դեռ չկա։ $132 գրամ, խի, տենց դաժան, ես ինչ է, քիչ է, քիչ է իմ համար, այս մի ուծես տեյքի հետ է, այս ինչ կծու էր, պետք էր վրեն նշած լիներ, որ կծու էր, եթե որտև առաջի անգամ ես եթե օգտվում, պետք էր նշած լիներ։ Լավ, տեսնենք ես դոլարանոց միսը ինչ է։ Սովորական քաբաբա, քաբաբա, տենց է չհասկացա, քաբաբ թե քաբաբ։ Որ արտարոց բան չկա, թարմության մասին խոսք չկա, լավն է, որ հետարքիր sense բաներ չունի, ուղղակի ինչի 2500 դրամ, չգիտեմ։ Օրինակ 2500 դրամանոց քաբաբից ես սպասեի, որ գոնե ինչ-որ սոուս կլինի հետը, միսը խոսքի չգիտեմ, անգուս կարա լիներ, լավ անգուսը չէ, պղպեղներով sense կտրտած, միսը աղացած, սովորական, դասական քաբաբի համագալից, պլուս 132 գրամ էփած, ու մասնագիտական հաշվարկով եթե կորուստն էլ հաշվեմ, չեմ ասում 900 դրամ, բայց 2500 դրամանոց քաբաբը այդ դիուաու լինի։ Եթե ես ճիշտ եմ հիշում, մեջը նշած էր գառան եւ հորթի միս, եթե ճիշտ եմ հիշում, որտեղ ստեղ նշած է կտուր քաբաբ, ես պատվիրելուց բաղադրիչները նայել եմ։ Քաբաբա էլի ասում եմ։ Անցանք ստեղ հոպ չեղավ, ֆիրմային աղցան է, ինչ է ստեղ, թութու վարունգ, չեմ կարում հասկանամ ինչ է, բայց ինչ-որ լեզոնապատ է ոնց որ, շատ ձեթալի, սունկ, էլի սունկ, հավարի միս, սոուս կա, բայց չեմ կարում այդ սոուսի համը հասկանամ, չեմ, շատ ձեթալի է, որ ասեմ զարմանալի բան կա մեջը, խապեմ, տենց է չեմ կարում հասկանամ ես ինչ է, բայց ոնց որ սմբուկ է, բադրջան, ինչ-որ, որ ասեմ սենց զարմանք եմ ապրում, չէ, ես անընդհատ ուզում եմ նենց անը, որ ինչ-որ հետարքրություն առաջանա իմ քիմքում, բայց չկա, ինքը սովորական խաշա ստավարի միսա կտրտած թթու վարունգ տապակած սունկ, ոնց որ համային զգայարներս չի խապում, որտև այնքան ձեթը քաչել է մեջը, կարար օրինակ չգիտեմ, եթե նույնիսկ տապակած մի բան է հետը, սմբուկ օրինակ, ոնց որ ես եմ կարծում, կար գունեն երեսին շարածներ, հա հոտը լավն է, բայց համն էլ պետք է լավ լինի, ես իրան կպատվիրեմ, բայց ոչ առաքում, գուցե գնամ հենց կտուրում ուտեմ, տադամ, շատ ծանր է, որտե դաժը չգիտեմ ոնց կշռեմ, այք, ինքը ոնց պոչից հասկանում եմ, տամագավ կա, թոմահավք, Փորձեմ կշռեմ 2.5 կիլոգրամ Վաու Հիմա ինչ ենք անում
Հիմա առաջինը որոշում ենք, թե ինչով ենք ջարդում։ Դե ոնց գիտեք, ես միշտ իմ զապաս իրերը ունեմ։ Տանեկս վարի գնաց։ Օպա։ Աղապատ։ Ես աղա սաղ տեսեք, ճիշտ հետարքիր։ Մատված։ Բացենք յուղաթուղթը, այո, ես ճիշտ էի։ Տոմահավք։ Ես կարծում եմ, որ այս վայելելա պետք է սպահին մի հատ համաս գալու համար ճիշտ, օրինակ սրանով չգիտեմ ես ինչա, կարծում եմ իր համարա։ Հեվատությունը well done։ Համը հետարքիր է։ Սու ենք ուտում հիմա։ Ես ինչ կծվի հանդեպ զգուշ եմ լինում։ Գնից չեմ բանում, քաշի հետ համատելու համար գինը շատ լավն էր, որտեղ երբ որ սպասվեցի, ես չգիտեի ինձ ինչ էր գալու։ Բայց հիմա որ ուտում եմ, ուղղակի սոուսն եմ ուզում հասկանամ ինչա։ Հեսա կնայեմ ինչա մոտավոր փորձեմ։ Շատ կծու է։ Ինքը ենթարկված է ջերմային մշակման։ Լավն է։ Համեղ է։ Ինչ խոսք համեղ է, ես էլի շեշտում եմ, որ ես պետք է անկեղծ լինեմ։ Համար ես իրան մի հատ սենց կուտեմ։ Ու իրար փորձեմ։ Լավն է շատ։ Ես ոնց հասկանում եմ, հիմա տանք իրա վերջնական գնահատականներից, գնահատական չասեմ, կարծիքը դեռևս, հետո նոր կանցնենք գնահատականին։ Ինքը բան է, էլի, տոմահավքի գաթա է։ Համը լավն է, էֆացությունը իմ համար սովորական է, որովհետև սուվիդ է արած, վստահ եմ փորձից ելնելով, էլի, եթե կարողացել եք առանց սուվիդ անելու ստանաք այս որակը, ընդհանրապես խոսելու բան չկա։ Աղի մեջ է պատրաստված, որ աղա ցենց լավ քաշի մեջը։ Ես ոնց հասկացա, այս ուտեստի վրա չես կարող եփվածության աստիճան նշել եւ ընդհանրապես առաքման ժամանակ չարժի եփվածության աստիճանով մթերքներ պատվիրել։ Որտեղ օրինակ եթե դուք մեդիումի սիրա արեք ու պատվիրում եք մեդիում ստեյք, այդ ստեյքը մեկը ձեզ մեդիում չի հասնելու երբեք։ Բացառված է։ Ինչ չգիտեմ, եթե կոկտեկ կամ կարող եք հակառակ ապացուցել, սպասում եմ պատասխանների, բայց եփածության աստիճանով մթերքները երբեք ճիշտ չի առաքման ենթարկել։ Գիտեք, եթե գիտեք տարբերակներ, որ եփածության աստիճանը ճիշտ պահելու տարբերակ առաքման ժամանակ, եկեք գրեք մեկնաբանություններում, ես հաթաթ կընթերցեմ։ Կտուրի տոմահավքի մասին չմոռանանք, քանի որ ես բավականին հարմար գումար եմ վճարել, մոտ վճարել եմ $30։ Ինչ եմ ասում դոլարով, ճոխա, չէ, ինչում։ Հիմա դուք ինձ բազմաթիվ օրինակներ կարող եք բերեք նույն մեկնաբանություններում, որ դե հիմա կարող է գարեն այնտեղ, որ էլի մեկը ունենար դանակ կամ բան, բայց ես կարող եմ զուտ ուղղակի այս առաքումը մի հատ այնտեղ եմ պատվիրել, որտեղ չունեմ հարմարանք, ոնց պետք է իրեն ջարդեի, էլի չգիտեմ ձևը։ Եթե կա տարբերակ, այո, այդ կարող եք առաջարկել։ Ես սոուսները չկարողացա տարբերեմ, բայց կարծում եմ, որ սա նռան օշարակ է։ Նռան օշարակ է։ Այս տենց է չիմացա, բայց կտուր ջան շեշտի որ կծու է։ Ես ուտում եմ ամեն ինչ, իմ կյանքում բացի խաշած դդումից։ Խաշած դդումի հետ կապված վատ հուշեր ունեմ։ Սրահում աշխատելուց աշխատակիցը ներկայացնում է հյուրին, թե ինչ է այդտեղ, բայց երբ որ ես եմ պատվիրում ու ինձ է գալիս, գոնե արտակնապես ես ասելով, ես որպես հաճախորդ նկատի ունեմ, ոչ թե կոնկրետ հաղորդման հետ կապված։ Ես ցանկալի է որ վրան տեսնեմ, որ գրած է թոմահավք կամ օրինակ չգիտեմ, քաբաբ, աղցան, որտեվ ամեն ռեստորան ուղարկում է իր տեսակի տարաները։ Դե սրանք ստանդարտ են բաները, վոլգա, փայլաթիթեղային տարաները։ Ես առաջարկում եմ հավաքեմ մաքրեմ իմ սեղանը դասավորեմ եւ անցնենք ամփոփմանը կտուրի հետ եւ հասկանանք այսօրվա իմ տրամադրությունը փչացավ թե ոչ։ Այ, այս շատ լավն էր։ Ես կուտեմ էլի։
Այն հոտը բա չեմ կարող ասած փոխանցեմ ես ու Տոմահավք 10-ից 8 Ես ինչը որ ուտում եմ գնահատում եմ եւ ձեզ փորձում եմ էմոցիաները փոխանցեմ հավատացեք ցանկությունը առաջանում գնալ նաեւ ուտել տեղում քեբաբ երկար մտածումներից հետո ես իրան կգնահատեմ 10-ից 8 ինչի համար որովհետեւ ոչ մի վաու չզգացի Երևանյան տոլմա նայեք հյութալիա դաժե sense որ պահում եմ հյութալիա բայց ամեն կծելուց այսպես բանը հանդիպում ինձ 10-ից 7 թուփնա պատճառը ոսի համը շատ լավն է անկեղծ բայց թուփը շատ ձիգ է անդուր է տհաճ է աղցան անհասկանալի համերով ճիշտ ասած առաքում չեմ պատվիրել բայց մի օր երբ որ հարմար լինի կգնամ իրանց մոտ հենց կուտեմ որ ման չփոխվեց այս ընթացքում Այս ինչա 10-ից 5 եմ գնահատում որտեվ ֆիրմային աղցանը տենց չպետք է լիներ էլի անկեղծ Սոպաս 10-ից 10 շատ լավն է Էլի եմ ասում վերջն է նույնիսկ այն աղ ավելացնելու կարիք չկա ոչինչ լայվ խակտը շատ լավն էր կարակի մեջ կարակը համայի մեջ տենց թաթախած ասեմ հացը Դե հացա էլի, լոշիկա ինչ-որ, լիպյոշկա է էլի Սենց բան մեկ էլ, սենց լիպյոշկա մեկ էլ ինձ իմ ուզբեկ ընկերներն էին հյուրասիրել Չէ, տրամադրությունս չի գցել Մի քիչ հիասթափեցրեց այս ու այս Տոմահավքի մասին ասում եմ խոսք չկա շատ լավն է, անկեղծ հալել է Հələ բա որ զանգեմ հանկարծակի զուտ իմ հետաքրքրության համար իմանամ որ հնեցված մսով է պատրաստած Вообще sense wow Որտեվ ինքը տենց քանդվում է իրարից Չդիմացա ու զանգեցի Որտեվ շատ համով էր ու ինձ հայտարքեր Պարզվում է այս միսիկը Չնայած այս միսիկ չի, սա միսիկա Պեփածա փռի մեջ Դեպվածան աստիճան ընդհանրապես չի լինի իրան տալ Հնեցված մսով չի Թարմ մսով է Մարինացված է լավ համեմունքներով Ինքը էփվում է փուրի մեջ, հետո աղապատվում է ու շարունակվում է։ Իմիջիալոց չեմ կարող չնշել նաև, որ շատ բավարարիչ եւ հագեցնող պատասխան տվեցին ինձ։ Հարցեր չառաջացան իմ տված հարցերից հետո։ Լավն է, լուրջ են։ Հրստին նայեք։ Կինոյի մեջ միսն է։ Չենք մոռանում, որ մենք դեռ լիքը եթերներ ունենք։ Մենք չմտածենք չաղ չլինելու մասին։ 10-ից 100 եմ ասում, իրոք շատ լավն էր։ Նույնիսկ եթե ինքը well-done եփվածության, ինքը չոր չի, ինքն համով well-done այն, բայց սոչնի ասենց։ Ուտում ես չոր միշտ չես զգում։ Հեղուկը մեջի դեռ քիմքիդ հասնում է։ Այս շատ լավն էր։ Որ գնաք կտուր սրանից պատվիրեք։ Ես առաջարկում եմ գնահատենք կտուրի ընդհանուր պատվերը։ Ուրեմն առաքումը Տուփերը շատ լավն էր, մանավանդ այս ստեյքինը շատ դուրս եկավ։ Սրանք ստանդարտ են, միգուցե հետո կտուրը հաղորդումը նայելուց հետո որոշի բրենդավորված տուփեր ունենա։ Ընդհանուր գնահատականից կտուրին կտամ 10-ից 8, դեն երկուսը արդեն չկրկնեմ պարզ է ինչի համար։ Իսկ ես ուզում եմ չմոռանանք մեր հաղորդման օպերատորի մասին, իմ շատ սիրելի Fnet Telecom-ի, որը ապահովում է իմ ես համով ուտելիքները և ինչու չէ նաև անխափան ինտերնետ, խելացի դոմոֆոնային համակարգ, բազմաժանր ֆիլմերի հեռուստաալիքներ, տեսախցիկների քլաուդային սերվերներ, հիշում եք չէ, որ գողերը տուփերը գողանում տանում են, Fnet-ի դեպքում այդ ամեն ինչը չի լինում և իհարկե F-Time հավելվածը, իսկ Fnet-ի դառնալու համար էլի հիշացնում եմ շատ բան պետք չի կամ զանգահարեք նշված հեռախոսահամարով կամ ուղղակի մուտք գործեք fnet.am կայք։ Ձեզ հետ ես էի, Լևոնը, հաջողություն, ցտեսություն, կհանդիպենք հաջորդ շաբաթ։